Ողջույն սիրելիներ, այսօր մենք միասին հասել ենք երկրորդ թագավորաց 9-րդ և 10-րդ գլուխները։ 9-րդ գլխում Դավիթը հիշելով իր ուխտը Հովնաթանի հետ հարցնում է. արդյոք Սավողի տնից դեռ մարդ մնացել է, որին բարություն անեմ։ Նրան հայտնում են Մեմբիբոսթեի մասին, ով երկու ոտքից կաղ էր և թաքնվում էր Լոդաբարում, որը նշանակում է անարոտ վայր։ Դավիթը կանչում է նրան, վերադարձնում Սավողի բոլոր հողերը և ասում, որ նա միշտ իր սեղանից է ուտելու ինչպես թագավորի որդիներից մեկը։ Այս պատմությունը Աստծո շնորհի և ավետարանի ամենագեղեցիկ պատկերներից մեկն է։ Ողջ 5 կտակարանում Մեմբիբոսթեն մենք ենք սիրելիներ խորհրդանշում։ Մեղքի պատճառով հոգևորապես կաղացած, վախեցած թագավորի թշնամու տնից և թաքնված հոգևոր չորության մեջ Լոդաբարում։ Բայց Հիսուս Քրիստոսը մեզ թագավորը իր ուխտի համար փնտրեց մեզ, երբ մենք դեռ թշնամի էինք։ Նա մեզ չպատժեց, հալելույա, այլ կանչեց իր ներկայության մեջ, վերադարձրեց մեր հոգևոր ժառանգությունը և նստեցրեց իր արքայական սեղանի շուրջ։ Թագավորի սեղանի սփռոցը ծածկում էր Մեմբիբոսթեի կաղ ոտքերը։ Նույն ձևով Քրիստոսի շնորհը ծածկում է մեր բոլոր տկարություններն ու անցյալի սպիները։ Փառք Տերոջ, այսօր դադարիր ապրել Լոդաբարի վախերի ու մեղադրանքների մեջ։ Եթե թշնամին քեզ հիշեցնում է քո հոգևոր կաղության կամ անցյալի սխալների մասին, նայիր Տեր Հիսուսին, Գողգոթա, դու հրավիրված ես արքայական սեղանի շուրջ, ոչ թե քո արժանիքների, այլ նրա շնորհի շնորհիվ։ Ապրիր որպես թագավորի որդի կամ դուստր։ 10-րդ գլխում Դավիթը ցանկանում է բարություն անել Ամոնի նոր թագավորին։ Անոնին, քանի որ նրա հայրը լավություն էր արել իրեն, բայց Անոնը մերժելով Դավիթի խաղաղության դեսպաններին, խայտառակում է նրանց, կտրելով նրանց մորուքների կեսը և հագուստները ու պատերազմ հայտարարում Դավիթին։ Արդյունքում Դավիթի բանակը Հովվաբի առաջնորդությամբ և ինքը Դավիթը ջախջախում են ամոնացիներին և նրանց դաշնակից ասորիներին։ Քաջ եղիր և քաջություն ցույց տան մեր ժողովրդի համար և մեր Աստծո քաղաքների համար, և Տերը թող անի այն, ինչ որ հաճելի է իր աչքերին։ Այստեղ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես մեր հաղթական զորավիգը պատերազմի մեջ։ Աշխարհը և խավարի ուժերը հաճախ մերժում են Աստծո առաջարկած խաղաղությունն ու շնորհը, փորձելով խայտառակել և ճնշել Աստծո ծառաներին։ Բայց երբ թշնամին մեծ բանակով կանգնում է մեր դեմ, Հիսուսը չի լքում մեզ։ Նա մեր մեծ զորապետն է։ Ինչպես ասորիները փախան Դավիթի առաջից, այնպես էլ խավարի բոլոր իշխանությունները զինաթափված ու ջախջախված են Քրիստոսի խաչի հաղթությամբ։ Հալելույա, մենք կանչված ենք քաջ լինելու, որովհետև պատերազմը Տիրոջինն է։ Սիրելիներ, եթե այսօր զգում ես քեզ, որ հարձակման տակ ես, եթե մարդիկ կամ հանգամանքները փորձում են քեզ անարգել կամ ցավեցնել քո հավատքի համար, մի վախեցիր։ Քաջությունդ մի կորցրու, Հիսուսն արդեն հաղթել է աշխարհին։ Կանգնիր հաստատուն Աստծո խոսքի վրա և նա իր հաղթությունը կհայտնի քո կյանքում, հալածելով քո հոգու բոլոր թշնամիներին։ Ամեն։ Աստված օգնի ձեզ։ Սիրելիներ, եթե օրհնվում եք, կիսվեք ձեր ընկերների հետ, ձեր ծանոթների հետ, որպեսզի նրանք էլ իրանց ընկերներով կիսվեն, որպեսզի Աստծո խոսքը կարողանա տարածվել շատերին։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Եթե ունես կարծիքներ, կարող ես մեկնաբանություններում գրել եւ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված